Մոսկվա, Նյու Յորք, հետո Ստրասբուրգ գնալուց հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարան էր եկել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրած ու նախաստորագրած փաստաթղթերի կրկնօրինակներով, որ եւս մեկ անգամ ցույց տա, որ այս փաստաթղթերում Զանգեզուրի միջանցք արտահայտություն չկա, ինչպես եւ նշել է ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ։ Ակնհայտ է, որ մեր հանրության շրջանում այդ արտահայտությունը նյարդը առաջացնում ձեր նշած հանգամանքների բերումով։ Հիմա պետք է հասկանանք դա ինչի համար է օգտագործվում, որ այդ նյարդը առաջանա, բայց կամ մյուս խնդիրը, ես էլ եմ ասում, եթե պարզվի եւ պարզաբանվի, որ Ադրբեջանը օրինակ այդպիսի անուն է ուզում օգտագործի Հորադիս Զանգելան ճանապարհի վրա, մենք մեզ պետք է հարց տանք, դա մեզ ուզում է, թե չի ուզում։ Մենք դա մեր թեման է, թե մեր թեման չի։ Ես ասում եմ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ չի կարող լինել այլ բնորոշումներ եւ իմ ասածը լեգիտիմ է։ Իսկ եթե Վաշինգտոնի հռչակագրից խաղաղության համաձայնագրի հրապարակումից հետո միևնույն է ամեն ինչ այդքան վատ է, ինչու ընդդիմադիրները հեղափոխության կոչ չեն անում։ Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել ընդդիմադիր Գեգամ Մանուկյանի հարցին, դիմելով նրան։ Հրապարակային էլ տեքստ է, բոլորը կարդում են։ Հիմա դուք կարիք չունեք, որ կոնսպիրատիվ ինֆորմացիա տալ։ Այն ինչ որ դուք ասում եք, բոլոր մարդիկ գիտեն, բա դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք, բա ինչ եք եկել այս փափուկաթորներին նստել։ Եվ Հայաստանը 2 տարի ունի նոր միջուկային ռեակտորի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ 5 երկիր կա, որի հետ մեր կառավարությունը դիտարկում է աշխատելու հնարավորությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով փոքր մոդուլային ռեակտոր են ուզում, իսկ դա կառուցելու համար բանակցություններ են վարում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Կորեայի եւ Ֆրանսիայի հետ։ Վարչապետի խոսքով դիտարկելու են բոլոր առաջարկները։ Սա բալանսավորված արտաքին քաղաքականության օրինակ է։ Մենք ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր եւ ուզում ենք դա առավել լավ գնով, առավել անվտանգ տեխնոլոգիայով եւ նաեւ իր ներդրման հետգնման հնարավորինս առավել կարճ ժամկետով։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանի որոշումն էլ կայացնելու են ու պայմանագիր են կնքելու առանց աշխարհաքաղաքական ենթատեքստի։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանի բանտերում շինծու գործերով դատում են 23 հայերի եւ այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց ըստ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցչի սա ամենևին չի նշանակում, որ ի սկզբանե Բաքուն միայն նրանց է պատանդարել։ Ցավոք եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են պատերազմական հանցագործություն, մասնավորապես գերիների սպանություններ, ընդ որում այնպիսի դրվագներով, երբ արդեն գնդակահարված գերու մարմինը հանձնվել է հայկական կողմին եւ այստեղ կա համադրված ապացույց մի կողմից Ադրբեջանում գերի ընկած լինելու վերաբերյալ, մյուս կողմից մարմինը սպանված արդեն իսկ գտնվում է հայկական կողմի տիրապետության ներքո եւ երկրորդը, որ գերիները ուղակի բռնի անհետացել են։ Ալիևի կառավարությունը տարեսկզբից էր նպատակադրվել Կարմիր խաչի միջազգային պատվիրակության գործունեությունն արգելել երկրում եւ վերջերս էլ խփեց նրանց դեպորտը։ Մարդասերներն Ադրբեջանում տեղ չունեն, հատկապես եթե այդ առաքելությունը նաեւ հայերի համար է։ Իսկ Կարմիր խաչի պատվիրակները միակն էին, որ Բաքվից պահում էին հայ ռազմագերիների ու աշխարհի միջև կապը, այդ թվում նրանց իսկ ընտանիքների հետ, սնունդ ու հիգիենայի անհրաժեշտ պարագաներ հասցնում։ Վերջին այցելությունը հունիսին է եղել։ Դրանից հետո մինչև այս պահ հայտնի չէ ադրբեջանական բանտերում հալածվող հայերի իրական վիճակը։ Ավելի ուշ ի դեպ այդ տեսակցությունից շուրջ 2 ամիս անց Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը, բայց այդ սպիտակ թուղթն էլ չօգնեց Բաքվին քչացնելու հայերի դեմ ատելության չափաբաժինը կամ նույնիսկ փոքրինչ փոխելու վերաբերմունքը բանտարկված հայերի նկատմամբ։ Խաղաղության համաձայնագիրը, այստեղ մենք ունենք կրկին լուրջ մտահոգություն եւ քննադատություն, քանի որ այն չի պարունակում որևէ դրույթ, որը նախ կկարգավորեր գերիների անհապաղ վերադարձը, որը թեև Ժնևյան կոնվենցիաներով նախատեսված է, բայց ոչ մեկ չի խանգարում, որպեսզի լրացուցիչ ավելի հստակ երաշխիքներով այդ հարցը կարգավորվեր։ Հայաստանի միջազգային իրավական հարցերի նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ է հիշում, դեռ 2020 թվականից թերհավատություն կար միջազգային դատական գործընթացների նկատմամբ, քանի որ
որ Ադրբեջանը չէր ենթարկվում համապատասխան որոշումներին ու վճիռներին։ Հիմա խաղաղության պայմանագրով մեր երկիրը պարտավորություն է ստանձնել հրաժարվելու Բաքվի դեմ բոլոր միջազգային ատյաններում նախաձեռնած իրավական տրցակներից, դրանք հետ կանչելով, ինչ է մնում արդյունքում Բաքվի շոու դատավարությունները, որ պարտադրելու են միակողմանի ճշմարտություն։ Միակողմանի ճշմարտության պարտադրումը շատ կարծում եմ այդքան լավ հետևանքներ չի ունենում նաև երկարաժամկետ կտրվածքով, որովհետև առհասարակ նաև ինչի մասին է խաղաղությունը, կարծում եմ, խաղաղությունը նաև այդ ճշմարտության մասին պետք է լինի, որովհետև դժվար է սեղմել այդ ամեն ինչը, այսինքն մարդու կոպտակուն խախտումները, պատերազմական հանցագործությունները։ Միջազգային իրավական հարցերը նաև անվտանգային երաշխիք են, ըստ Կիրակոսյանի, միջազգային դատերը պետք է շարունակել, մասնագետները առայժմ հույսն ամբողջությամբ չեն կորցրել։ With Republicans and we never had a shutdown. Միացյալ Նահանգներում ֆինանսական քաոսային վիճակ է, Սենատում հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողացել համաձայնության գալ եկող տարվա բյուջե ընդունել։ Այս ամենը ինչպես Միացյալ Նահանգներում է ընդունված ասել, բերել է շատդաունի, արգելակման։ The last person that wants to shut down is us now. Սա նշանակում է, որ Ամերիկայի միջին եւ ստորին օղակներում աշխատողներին պետությունը կուղարկի չվճարվող արձակուրդի։ Ամերիկայի կառավարությունը ստիպված կլինի վճարել միայն կարևոր պետական օղակներում, ռազմական ինստիտուտներում, օդանավակայաններում աշխատողների աշխատավարձերը։ As leverage and to shut down the Նմանատիպ շաթդաուններ եղել են 7 տարի առաջ, այն ժամանակ Ամերիկայում չէին աշխատում տրանսպորտային միջոցների մի մասը։ Աշխատակիցների կրճատման պատճառով մարդիկ աշխատանքից էին ուշանում, այգիներում աղբեր գոյացել, պետական թանգարանները եւս փակ էին։ Թրամփը Սպիտակ տանը ընդունելով մարզիկներին հյուրասիրում էր Մակդոնալդսի բուրգեր, քանի որ խոհարարին արձակուրդ էր ուղարկել։ Այս ֆոնին ոսկու բորսային գինը գերազանցել է տրոյական ունցիայի դիմաց $3,900։ ԱՄՆ պատմության մեջ կառավարության աշխատանքի ամենաերկար ընդմիջումը տեղի էր ունեցել Թրամփի նախագահության առաջին ժամկետում եւ տևել էր 35 օր։ Այն ժամանակ 420,000 մարդ պետական աշխատանքը կատարում էր ավանսով չվճարվելով դրա դիմաց, իսկ 380,000-ին ուղարկել էին հարկադիր պարապուրդի։ Երկու խոշոր կուսակցությունները այդպես միմյանց բախման համար որպես քաղաքական գործիք օգտագործում են այս շաթդաունը։ Միանշանակ ընդդիմությունն է սա օգտագործում եւ ընդդիմության այդպես նպատակից ելնելով քաղաքական միջամտության գործիք է համարվում ընդհանրապես։ Տնտեսագետները Ամերիկայում ստեղծված վիճակը հիմնականում պայմանավորում են Թրամփի սխալ ֆինանսատնտեսական գործունեությամբ։ Թրամփն ինքն էլ դեմոկրատներին է մեղադրում։ Սպասվում էր, որ մաքսատուրքերի բարձրացումը դոլարի արժևորման կբերի, սակայն հետագայում դոլարի ինդեքսը սկսեց արժեզրկվել։ Դրա հետևանքով Ամերիկան բավականին շատ եկամուտներ կորցրեց։ Միջազգային բորսաներում դոլարը մյուս արժույթների նկատմամբ արժեզրկվել է։ Որոշ տնտեսագետների կանխատեսմամբ սա իր հերթին կարող է բերել հումքային ապրանքների գների բարձրացման։ Տնտեսագետների մի մասն էլ նշում է, որ Միացյալ Նահանգներում 1 միլիոն մարդու աշխատանքից ժամանակավոր ազատումը աշխատավարձ չվճարելը շատ մեծ բացասական էֆեկտ չի կարող թողնել։ Գործազրկության Ամերիկայի Միացյալ Նահանգների 350 միլիոն բնակչության մոտավորապես 1 միլիոնի աշխատավարձը կամ ժամանակավորապես աշխատավարձի վճարման դադարումը չի կարող այդպես հանքահումքային ապրանքների վրա կամ այլ ապրանքների գնաճի վրա ազդեցություն թողնել։ Օվկիանոսից այն կողմ տեղի ունեցած ԱՄՆ բյուջետային կոլապսային ալիքն ըստ տնտեսագետների դժվար թե իր բացասական ազդեցությունը ունենա եւ հասնի նաեւ Հայաստան։ Այդ ազդեցությունը մեր երկրում առաջիկա օրերին աննշան կերևա արտարժութային շուկայում։ Կարճ ժամանակահատվածի շոթդաունները չեն ազդում փոխարժեքի վրա եւ այդպես տատանումներ մեծ հաշվով չեն լինում, նամանավանդ մեր նման շատ ավելի փոքրիկ երկրներում, որտեղ ազդեցությունը շատ ավելի ուշ է հասնում։ Երկարաժամկետում դժվար է կանխատեսել ու իրատեսական չի լինի դա, որովհետեւ երկարաժամկետը չգիտենք ինչ ժամկետով կտևի եւ ինչ նպատակի հասնելու համար, ընդ որում ինչ արդյունքի կարող է հասնել ընդդիմությունը այս գործիքը կիրառելով։ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որ ԱՄՆ բյուջեի չհաստատման պայմանավորված դեսպանատան Facebook-ի էջում նոր հրապարակումներ չեն լինի։ Չհաստատված բյուջեի պայմաններում, սակայն Ամերիկայում եւ ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաներում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային եւ վիզային ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։
Առողջապահության նախարարության ենթակայության տակ անցած որևէ բժշկական կենտրոն չի փակվելու կամ կրճատվելու, Անահիտ Ավանեսյանն է վստահեցնում ու հավելում. պետությունը վերջին տարիներին մեծածավալ կապիտալ ներդրումներ է իրականացրել մարզային բժշկական կենտրոններ կառուցելու, վերակառուցելու, վերազինելու վրա եւ այս քաղաքականությունը շարունակվելու է։ Այս պահին էլ միայն առողջապահության նախարարության կողմից իրականացվող 13 շինարարական ծրագիր կա, որոնք շարունակվելու են։ 26 թվականի առաջին 6 ամիսներին կբացենք Սիսիանի բժշկական կենտրոնը։ Մենք այս պահին էլ նորացվող ծառայությունների շրջանակը հաշվի առնելով անընդհատ փոփոխում ընդլայնում ենք սարքավորումների շրջանակը, որ այնտեղ պետք է տեղադրվի։ Ուրեմն Մարտունին բժշկական կենտրոնը ճուներ օրինակ համակարգչային շերտագրում եւ նոր բժշկական կենտրոնի տրամաբանության մեջ արդեն հայեցվել է։ Այս տարվա ապրիլից մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն է դարձել առողջապահության նախարարությունը։ Որոշ բժշկական կենտրոններ միավորվում են։ Անահիտ Ավանեսյանի խոսքով միավորման պարագայում բոլոր բուժհաստատություններում համապատասխան մասնագետներ գրավելու հնարավորություն է լինում։ Սյունիքի օրինակի վրա բերեմ։ Մենք ունենք շատ նեղ մասնագետներ, որոնք որ պիտի հոսք ունենան պացիենտների եւ մասնագետը, որպիսի օրինակ սպասարկի մի քանի վիրահատությունների այսպես հավաքագրվի պլանային եւ այդ սպეციფიկ վիրահատությունները իրականացվեն, դժվար է միայն Գորիսի բժշկական կենտրոնի համար նման մասնագետ պահելը։ Եվ մեր նպատակն է, որ այս միավորումների արդյունքում մենք ապահովենք, որ մասնագետները Կապանից, Գորիսից, Սիսիան եւ Մեղրիից շատ հեշտությամբ ծառայությունները կարողանան մատուցել հենց տեղում, քանի որ արդեն չենք ունենալու մեկ ՓԲ-ից գործուղել մեկ այլ ՓԲ։ Բժշկի մասնագիտական որակը պետք է բարձր լինի, անկախ այն հանգամանքից մարզային բժշկական կենտրոնում է գործունեություն ծավալում, թե մայրաքաղաքային։ Բոլոր այն դեպքերում, երբ որ մասնագետը ունի խնդիր մասնագիտական գործունեություն իրականացնելու, մենք հետևողական ենք, որ որևէ բժշկական կենտրոնում դա կլինի մասնավոր, պետական, մարզային, թե մայրաքաղաքային, նա չիրականացնի։ Այսպիսով նախարարի խոսքով պետությունը որպես ՓԲ-ների հիմնադիր նպատակ ունի մի կողմից դրանց միջոցով ապահովել բարձրորակ բժշկական ծառայություններ, մյուս կողմից արդյունավետ կառավարման շնորհիվ դրանք դարձնել շահույթ ստեղծող կառույցներ, որոնք կվերադարձնեն պետական ներդրումները ճիշտ ձևաչափով։ Առողջապահության նախարարությունը նաև հանրային քննարկման է ներկայացրել օրինագիծ, ըստ որի ապահովագրության փաթեթի առաջին փուլի համար սահմանվել է 129.600 դրամ, որը իր մեջ ներառում է կանխարգելիչ վաղ հայտնաբերմանն ուղղված կլինինգային ծրագրեր։ Կառավարության որոշմամբ հստակ ծառայությունները ամրագրված են լինելու եւ ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այս ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվում է, թե ոչ։ Օրենսդրական նախագծի մեջ ապահովագրության ներդրումը եռամյա փուլային շրջանակներում է ամրագրված եւ սկսվելու է 2026 թվականից, ներառելով մինչեւ 18 տարեկան երեխաներին, 65 տարին լրացած եւ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին եւ անապահովության բալ ունեցող քաղաքացիներին։ Ըստ նախարարի այն բոլոր անձինք, որոնք 200.000 դրամից ավելի են ստանում եւ սոցփաթեթի շահառու են, կընդգրկվեն ապահովագրության մեջ, իսկ մյուսները, որոնք դեռ այս խմբում չեն, կշարունակեն օգտվել վճարվող ծառայություններից, սակայն այս խումբը կներառվի արդեն 2027-ի եւ 2028-ի խմբերում։ Ապահովագրության համապարփակ համակարգում ներառվելու են նաեւ պետության կողմից 100% սուբսիդավորվող այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են ռեզիդենտ։